Շրջանի միջնակարգ դպրոցում նախագծային աշխատանքի շրջանակներում տեղի ունենա սեմինար հանդիպում Trend տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչ անվտանգության մասնագետ եւ ծրագրավորող Արսեն Լևոնյանի հետ։ Ողջունում եմ հարգելի աշակերտներ, ընկերներ, բոլորիդ ողջունում եմ, ինչպես նաև մեր հետևորդներին եմ ողջունում, որովհետև ինքս տեսանյութերը տեսնելու են, նաև ձեր ընկերները ավելի մեծ տարիքի ուսանողները, ինչպես ներկայացվեց իմ մասնագիտությունը եւ ներկայացությունը, ես Արսեն Լևոնյան եմ, տեղեկատվական տեխնոլոգիաներից, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, կիբերանվտանգության փորձագետ մասնագետ, համակարգչային սպասարկման ցանցերի, ինչպես նաև լայն IT ոլորտի որպես մասնագետ։ Այսօր շատ լավ միջոցառում է կազմակերպել ձեր ուսուցչուհին, քանի որ այս թեման, որը մենք ուսումնասիրելու ենք այս փոքրիկ դասաժամում, շատ կարևոր է լինելու բոլորի համար, հետագայում ձեր կրթության, ինչպես նաև համացանցից օգտվելու հետ կապված եւ հասարակ IT-ի հետ կապված գործունեություն իրականացնելու ժամանակ։ Իսկ գիտեք, այսօր մենք ինչ թեմա ենք անցնելու։ Շատ լավ։ Իսկ մինչև մենք անցնելը ավելի մանրամասն որպես մասնագետ ձեզ ներկայացնելը, այլ օրինակ մեկ բառով ինքները ներկայացնել, ինչ է իրանից ներկայացնում մեծագրագիտությունը։ Ես կարող եմ հուշել, որ մենք ունենք այստեղ շատ շատացած տեքստ, որից հետո մենք հնարավոր ավելի լայն հասկանանք ինչ է իրանից ներկայացնում։ Մեծագրագիտությունը գիտական ուղղություն է, երբ ջան, որը ուսումնասիրում է զանգվածային լրատվամիջոցները։ Դրա մեջ է ներառվում որ կետերը՝ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը, սոցիալական հարթակները։ Լավ, թեկուզ մեծեր։ Դուք ամեն օր, եթե ոչ ամեն օր, օրվա մեջ օգտվում եք չէ համացանցից։ Ոմանք ունեն Instagram-յան էջ, ոմանք ունեն TikTok-ի էջ, ոմանք ունեն Facebook-ի էջ։ Չէ՞, բոլորը ունեն։ Եվ այդտեղ դուք տեսնում եք տարբեր հոդվածներ, լսում, տեսնում, տեսանյութեր, չէ՞։ Իսկ ձեր մոտ չի առաջանում այն տեսանյութերը, այն նկարները, այն ձայնային հաղորդակցությունները, որոնք դուք պարբերաբար լսում եք, դուք ուզում եք իմանալ դա ճշմարիտ է, թե կեղծ է, կամ ինչպես մենք կարող ենք տարբերել։ Օրինակ եղել է չէ դեպքեր, որ դուք տեսել եք տարբեր տեսանյութ, չէ, պատրաստված, շատ դեպքերում կարող եք տեսնել ձեր դասընկերու, դասընկերոջ մասնակցության ինչ-որ տեսանյութ, ու ասեք, վաու, այս մեր ընկերն է, չէ, բայց իրականում պարզվի, որ դա ձեր ընկերը չի։ Կամ դուք տեսել եք ինչ-որ տեսանյութեր, որտեղ ասում են այս շտապ, հենց հիմա շտապ լայքի կամ շտապ դու գնում կատարի, նման տեսանյութեր տեսել եք, չէ՞։ Զոր ջան, դրանք մանիպուլյացիաներ են եւ հիմնականում դրանց 90%-ը լինում են կեղծ։ Մեր այս ամբողջ թեման հենց դրա հետ է կապված, որպեսզի դուք կարողանաք տարբերեք, չխաբնվեք։ Լավ, իսկ այստեղ մենք ինչ ունենք։ Մենք ունենք ինչ ենք ասում, ինչու ուսումնասիրել մեծագրագիտությունը։ Եվ դրա պատասխանը արդեն ձեզ տվեց։ Որպեսզի մենք երբ լուրերի հետ, երբ որ ծանոթանում ենք, երբ լուրեր ենք կարդում, կարողանանք հասկանալ այդ կեղծ լուրերը, տեսանյութերը իրական են թե չէ։ Հիմա եթե բացեք համացանցը թերթեք, տարբեր տեսանյութեր դուք տեսնելու եք, բայց ուզում եք չէ՞ իմանալ արդյոք դա իրական է թե իրական չէ։ Դրա համար ինչ է հարկավոր եւ դա ինչ է քարոզում։ Դա կարող է ձեզ դրդել եւ ցուցադրել արհեստական վեճեր ստեղծել, որ ինչ-որ վեճ է տեղ ունեցել, բայց իրականում դա վեճ չլինի։ Եվ դրա օրինակն է երեխեք ջան։ Եթե դու մեզ հետ չես, ուրեմն մեր թշնամին ես։ Եթե դու սա չես անում, ուրեմն դա լավ ընկեր չես։ Նաև դա կարող է լինել հաղորդակցական տարբերակով։ Այսինքն ձեր ընկերը ասում է, եթե դու մեր ընկերություն չես անում, իմ լավ ընկերը չես։ Դա նշանակում է շփոթեցում, որին անվանում են նաև կարելի ասել մանիպուլյացիա։ Դա նաև ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա, հոգեբանական նաև ճշմարիտ տարբերակով, որը ավելի լայն կիրառվում է համացանցում։ Դրա համար երեխեք ջան, բաժանվում է երկու մասի մեծագրագիտությունը։ Առաջինը դա, երբ որ դուք օգտվում եք արդեն թվային տիրույթներից, ռադիո եք լսում, տեսանյութեր եք նայում, եւ հաջորդ ավանդական ուրեմն տարբերակը դա օրինակ երբ որ դուք թերթ եք կարդում կամ ռադիո եք լսում ոչ թվային տարբերակով։ Հեռուստացույց եք նայում։
տեսանյութ եկեք նաև տարբերենք, երբ որ դուք համացանցից օգտվում եք, այնտեղ ամեն ինչը թվային է, բայց նույն բանը կարող թվային չլինի, բայց նաև կարող լինի ավանդական թվային։ Օրինակ, քրքում կարդաք, ես ինչ երկրում տես պահի, ես ինչ իրարանցում դու, բայց իրականում դա կեղծ լինի։ Ինչ պետք է դուք անեք։ Դուք առաջին քայլը պետք է հենվեք, արդյոք այդ տեղեկությունը, որը դուք լսում եք կամ կարդում եք, ճշմարիտ աղբյուրներում են դրված։ Օրինակ, ես ֆրանկ գերմանիան ներկայացուցիչն եմ, դուք մի հատ ինչ-որ կեղծ սայթում կարդացել եք Արսեն Լևոնյանը այսօր չի մասնակցել հրավերի, որը օրինակ պետք է գայ ձեր մոտ հրավիրել եք այս գեղեցիկ սեմինար անցկացնելու համար։ Դուք չպետք է բացեք մեկնաբանությունները կարդաք, այնտեղ տարբեր մարդիկ կարող են դրական ասել, լավ արել, մյուս ասի, քննադատի, ինչու չի գնացել, դուք ինչ պետք է անեք։ Դուք պետք է մտնեք մեր ընկերության կայքը կամ ինչ-որ այլ ընկերություն, որը նման բան է ասել, տեսեք պաշտոնական կայքում կամ պաշտոնական իրենց էջում նման հաղորդագրություն, հայտարարություն տրամադրված է թե չէ։ Ինչպես նաև համեմատում իրականացնել տվյալ բովանդակությունը տարբեր էջերի հետ։ Տեսնել այդ տեղեկությունը հավաստի աղբյուրներում կա թե չկա։ Դրա համար պետք չի համացանցում կարդալ մի հոդված, որտեղ գրված լինի օրինակ վաղը դաս չկա։ Ու բոլորը ուրախանակ ասեք վաղը դաս չկա։ Չէ, դա կարող լինի մոլորություն։ Դրա համար դուք ինչ պետք է անեք, մտնեք պաշտոնական էջը, կրթության եւ գիտության, այնտեղ տեսնեք կամ պաշտոնյան, որը արդեն իրենից ներկայացնում է հավաստի տեղեկություն, տեսնեք դա այնտեղ կա թե չկա։ Եթե չկա, ուրեմն դա կեղծ է։ Լավ երբեք։ Ես այստեղ մանրակրկիտ դա եմ հենց ներկայացնում, տեսեք, այստեղ արդեն նշել եմ հիմնական 3 կետերը, որի մասին ես խոսեցի։ Եկեք անցնենք հաջորդ տարբերակի։ Օնլայն խաբեությունները, որը ցավոք այս պահին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շատ տարածված է։ Եվ ձեր ընկերները, ձեր քույրիկները, մայրիկները, հայրիկները, ձեր ծանոթները շատերը նման խաբեության ծուղակներում հայտնվել են։ Եվ ես ուզում եմ ձեր հետ մանրակրկիտ այսօր մենք հասկանանք ու շատիկ լինենք, զգոն լինենք, որպեսզի դուք, ինչպես նաև դուք լինեք աղբյուր ձեր ընկերների, բարեկամների, հարազատների համար, ուղղորդեք հասկանալով արդեն սովորած տարբերակով, որ նրանք չհայտնվեն նման ծուղակներում։ Ես նման օրինակ բերել եմ։ Մենք այստեղ առանձնացրել ենք հիմնական 3 կետերը, որտեղ ֆիշինգն է, այսինքն դա տերմին է, որը նշանակում է իր հիմնական գործառույթը որն է, որ դուք կեղծ հաղորդագրություններ կարող եք ստանալ։ Ձեր հեռախոսին եկել է օրինակ, դու այս նկարում շատ գեղեցիկ ես ու հղում է դրված տակը։ Կամ այսինչ նկարես, այսպես արտավոց վերնագրով, ձեր մոտ ասում ես, բայ ես չեմ զուգարկել։ Եվ ինչ ես անում, սեղմում ես այդ հաղորդագրության վրա, քեզ տեղափոխում է արդեն կեղծ վեբկայք, որտեղ ձեզանից պահանջում են տվյալներ, օրինակ բանկային քարտի տվյալներ։ Դուք ոգևորվում եք դրանից, չհասկանալով լրացնում եք բոլոր տվյալները եւ ձեր մայրիկի, հայրիկի, բարեկամի քարտից հանցագործը, կիբեր հանցագործը ամբողջ գումարը կարող է զրոյացնել։ Նույնը կարող է լինել ներողություն հեռախոսազանգի միջոցով։ Այսինքն դուք ունեք հեռախոս, դուք պաշտպանված չեք նաև։ Ձեզ կարող են այստեղից դուրս գալ, մեկ ժամ հետո անծանոթ մարդ զանգի, ասի բարև ձեզ։ Կներեք ձեր հեռախոսի կապքով մայրիկի հեռախոսի համարի շփոթվեցի, հաղորդագրություն ուղարկեցի։ Այնտեղ դուք կտեսնես տվեր։ Կասես լավ, հեսա ձեզ փոխանցել։ Դա պետքա զգոն լինեք, այդպիսի բաներ չանեք։ Դուք փոխանցես այդ քարտի, այսինքն ինքը արդեն այնտեղ հանցագործություն անում, փոխում է մայրիկի քարտից գումար փոխի։ Դու այդ թվերը երբ որ ասում ես, արդեն ինքը կարող է մուտք ունենալ ոչ միայն քարտ, նաև կարող է մուտք ունենալ ձեր հեռախոս, ձեր անձնական հաղորդագրությունները, կարող է հայտնվել նրա մոտ, ունենալ նկարներ, որոնք չեք ցանկանում հրապարակվի, կամ հաղորդագրություններ, որը չեք ուզում դա համացանցում երևա, նա կսկսի ձեզ շանտաժ անել։ Եթե դու այս բանը չանես, ուրեմն այս նկարը համացանցում կլինի։ Եթե դու այս բանը TikTok-ում ինչ-որ վիդեո ես արել, ուզում ես դնել, լավ վիդեո չի, ինքը կասի տես դու վիդեո ես արել, որը դնել, լավ վիդեո չի, բայց պատահաբար մնացել է քո հեռախոսում հայտնա նրա մոտ։ Հասկացաք, դրա համար ուշադիր պետք է լինեք։ Հիմա այդ ավելի ճակերտների փակագծերով ես ձեր համար կբացեմ, որովհետև դուք արդեն բավականին մեծ եք։ Ես խոսեցի դրանց մասին, նաև ուզում եմ ավելացնել շահումների, որը ավելի գրավիչ է ձեր տարիքի երեխաների համար։
Դուք կարող եք օգտվել համացանցից, մեկ էլ տեսնեք, հենց այս բանին դու շահեցիր iPhone, դու այն մարդն եք, որ շահեցիր հեռախոսը։ Եվ տալիս է ընտրեք։ Այստեղ նման հենց իրական օրինակն է, որտեղ ցույց է տալիս հեռախոսը, գայթակղիչ տեքստով, հնարավոր է որոշ նաև ռիպարտներ, որովհետև մեծամասնությունը դրսի, այսինքն ոչ հայ մարդիկ են հանցագործներն են դառնում, պետք է լինեք ուշադիր, որից հետո երբ որ դուք սեղմում եք ընտրեք կոճակը, ձեր տվյալներն եք պահանջելու, երբ որ դուք ձեր տվյալները տաք կամ նկարներ տաք կամ ինչ-որ տեղեկություն տաք, դա ամբողջովին հայտնվի հանցագործի ձեռքում եւ հետագայում կամ ազնագրային տվյալներ, օրինակ լրացում մայրիկի ազնագրային տվյալները։ Մայրիկի ազնագրային տվյալները լրացնելուց հետո դու ոնց որ մայրիկի բան քո բալանին տալիս ես հանցագործի ձեռքը։ Ինքը մուտք կարող է անել, քո մայրիկի անունով կարող է կեղծ տվյալներ բացել, վարկեր վերցնել, ամեն ինչ կարող է անել։ Դրա համար ուշադիր եք լինում, երեխեք ջան, համացանցում եթե նման բան եք նկատում, ուշադիր եք լինում, նաև մեր հողումը, հավաստի հողում է թե ոչ։ Նման օրինակ վերջերս բոլորի մոտ Հայաստանի Հանրապետությունում ստանում է նման հաղորդագրություն, որ հայ փոստով դուք այս պահին ստացել եք ծանրոց։ Ես անձամբ ստացել եմ իմ հեռախոսի մեջ դա կա, ես դեռևս եմ սկրինշոթը դրել, որից հետո անցի հղումով լրացրու, եթե ես դա չգիտակցեմ, գիտակցել իրականում ես ունենամ ծանրոց սպասելու, մտnem հղումով տվյալները լրացնեմ, լինում է իմ տվյալները տվեցի հանցագործին։ Եթե լրացնում եմ հիմնականում իրենք աշխատում են բանկային քարտերի վրա, եթե լրացնեմ իմ հաշվի համարի քարտային տվյալները, իմ բոլոր գումարները կարող է զրոյում։ Դրա համար ուշադիր եք լինում։ Հաջորդ տարբերակը նման հարցումով տեսեք դրված է երկիչի նկար, որը ավելի ոգևորի, ավելի վստահություն արտնասնի, ID բանկի կողմից, բայց իրականում սա կեղծ է, ID բանկը չէ։ Ասում եք լրացնես այս հարցումը, ինչ կստանաս։ Գումար չէ 30,000 դրամ։ Սա ևս երեխաներ կեղծ է, բայց դուք ևս կարող ոգևորեք, լրացնեք ու հայտնվեք հանցագործի իրավունքի։ Հաջորդ օրինակը, որը իմ քույրիկը կապնվել էր, այստեղ նկար է դրված, որտեղ ապրանքներ կա տարբեր, դուք կարող եք զեղչային տարբերակով գնել, ոնց որ լիկվիդացիոն լինում է, չէ, զեղչ չէ։ Որից հետո եթե լրացնում ես, դրված է փոքրիկ տիպ 800 դրամ, ասում եք դու վճարում ես 800 դրամը, մենք քեզ ուղարկում ենք մի փոքրիկ տուն, որտեղ խառը ապրանքներ են, դու չգիտես, դու բացում ես, այնտեղ կարող է շոպինգներ, լինել մոթասներ եւ այլ իրեր, բայց հիմնականում խաբելություն է։ 800 դրամով պատկերացրեք, եթե 1000 մարդու խաբեն, 800, հսկական գումարներ կունենան։ Դրա համար պետք է ուշադիր լինել սոցիալական ցանցերից, սոցիալական հարթակներից օգտվելու ժամանակ։ Մյուս օրինակը, երեխեք ջան, կեղծ լուսանկարների պատրաստումն է։ Եվ տեսանյութերին է։ Դուք սկզբում ես խոսեցի, որ ձեր ընկերոջ, ընկերուհիներով եք, մեկ էլ մի հատ վիդեո հանդիպում տեսնում եք համացանցում ձեր ընկերուհին է։ Շատ ինչ-որ բաներ է խոսում, ձայնը նույնն է, շարժումները նույնն է, եւ ասում եք, վերջ մեկ էս ընկերուհու հետ չեն խոսալու կամ ընկերոջ հետ, որտեղ ինքը շատ վատ բաներ է խոսում։ Բայց իրականում երեխեք ջան, դա կարող է կեղծ լինել, որի օրինակում այստեղ է, սա օրիգինալ պատկերն է, որը դուք տեսնում եք, աղջկա, այստեղ այս արդեն աղջկա դեմքը վերցրել են, մոնտաժել են, որի դեպքում ինքը խոսում է, օգտագործված է նաև արհեստական բանականություն, ձայնը նմանացնելու, շարժումները նմանացնելու համար, որը բավականին վտանգավոր տարբերակ է սա, որտեղ ինքը խոսում է, ներկայացնում է եւ մարդիկ գրեթե 99% նման են, շատ դժվարությամբ կարող եք տարբերել, կարող է լինել տարիներ հետո հարաբերական շքարվում, բայց եթե դու մասնակից ես, ներկայապահին կա կեղծիքը բացահայտելու գործիքներ, ձևեր, հետագայում դա կարող ավելի դժվար լինի։ Ժորժան, հաջորդ օրինակն եմ ձեզ ուզում ցույց տամ, կարող է դուք մեծ երեխաներ եք, դրա համար ես այս նկարը դրել եմ, չնայած իրանից մեծ բան չի պահանջում, ես ուզում եմ զգոն լինել հատկապես աղջիկները, որովհետև երբ որ իրենք լուսանկարներ, տեսանյութեր են տեղադրում, կարող է հանցագործը սարքել կեղծ ուրեմն տեսանյութ, ամբողջովին մեկ տարբերակով եւ ձեզ ուղարկել, ձեր ընկերոջը, ձեր ծնողներին մի պայմանով, ասել, օրինակ գնա մայրիկի քարտը գողացի թվերը ասա, այսքան գումար ինձ կտաս, չեմ հրապարակի։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինեք։ Դուք օրը ամեն օր TikTok, Facebook, Instagram տեսանյութեր եք տեղադրում, չէ՞։ Դուք պետք է ուշադիր լինեք։ Ձեր էջը ամեն ինչ-որ ֆոլովերներ եք հավաքում, ինչեր եք հավաքում։ Դա իհարկե ես ասել բոլորս պաշտպանված չենք։ Եվ այստեղ
Եվս ավելացնում եմ մի օրինակ, որտեղ երեխեք ջան, տեսեք, հարկային օրինակում սա թվերն են, որտեղ դուք լրացնում եք եւ անուն ազգանում եք։ Երբ որ այս տվյալը ունի տեսել է հանցագործը, եւ դուք տվել եք նաեւ այս հետևի կոդը իրեն, բայց ներկա պահին բանկերը անվտանգության մասով խելացի լուծում են ունենում։ Երբ որ հավաքվում են բանկի տվյալները, դուք ստանում եք կոդ նույնականացնելու, հաստատելու համար, որը կոչվում է 3D կոդ։ Սկզբում ես խոսեցի, ասեցի, երբ որ հաղորդագրություններ ստացել ձեր մայրիկի հեռախոսին, եկել հաղորդագրություն, հանցագործը զանգել, ասում է թվերն ասա, շփոթվել եմ, ուղարկել եմ։ Դա երբ որ արդեն ինք ունենք այս տվյալները, մուտք է գործել ձեր քարտ, որպեսզի գումարը քաշի, բանկը ուղարկում է ձեզ հաղորդագրություն, որ խնդրում ենք հաստատել։ Հաստատման կոդն է հենց ինքը պահանջում։ Երբ որ դուք տալիս եք արդեն հաստատման կոդը, երբ որ SMS-ով եք արդեն ստացել, դրանից հետո ինքը ամբողջությամբ կարող է տիրապետել, ղեկավարել ձեր գումարները, ձեր քարտը, մայրիկի։ Լավ, նույնը կարող է դուք ունենաք քարտեր։ Լավ, հիմա կարող եք ունենաք մի փոքր ավելի մեծ։ Դրա համար երեխեք ջան, ինչ պետք է լինենք, ինչ որ ներկայացվեց իմ կողմից, զգոն լինենք, ուշադիր լինենք, հաղորդագրությունների մեջ կարող է լինել հենց հիմա շտապ կոճակը սեղմի, շտապ ձեզ արագացնի ու դուք այդ պահը չզգաք, կոճակը սեղմեք, թվերը հավաքեք ու նման իրավիճակում հայտնվեք։ Այսքանը շատ ծավալուն պատմյալ ներկայացրեցի, այսօրվա իրականությունը, երեխեք եթե հարցեր ունեք, մեկ հարցեր, ասեմ։ Տեստերից կուզենամ։ Ինչպես է ձեզ ստացվում արդի մնալ թվային մեդիան տեղ ունեցող արագ վերապետումների։ Շնորհակալություն հարցի համար, երեխեք ուրեմն առհասարակ, եթե ցանցերի, այսինքն համացանցի, ծրագրավորման, ինչպես նաև մեծագիտական հետ առնչվող մասնագետես այն ոլորտն է, որը շատ արագ թարմացում է փոփոխություններ իրականացվում, յուրաքանչյուր մասնագետ պետք է միշտ ուսումնասիրի, հետևողական լինի, ինչպես նաև լրացուցիչ ուսումնասիրություններ, հետազոտություններ, թարմացումներ կատարի իր մեջ, որպեսզի նա արդի։ Եթե օրինակ ես ոչ մի բան չանեմ, այսքանով սահմանափակվեմ, ասեմ ես ամեն ինչ գիտեմ, դա ամենասխալ արտահայտությունն է, եւ ես հետևողականություն չլինեմ փոփոխություններին, իրադարձություններին, անընդհատ չբացեմ, չստուգեմ, չհետևեմ, բնականաբար ես արդի չեմ լինի։ Սա է այն գաղտնիքը, որ արագ փոփոխություններ տեղ ունեցող համակարգերում, ինչպես նաև մեծագիտության մեջ, ծրագրավորման մեջ, դու պետք է արագ իր հետևից գնաս։ Եթե դու ուշանաս, ապա դու չես լինի արդի մասնագետ եւ տեղեկացված չես լինի նոր բան տեղեկություններով։ Ինչպես է գործունեությունը այս ոլորտում եւ ի՞նչն է ամենաշատը դուր գալիս թվային մեդիային։ Ինձ շնորհակալություն հանցի համար, ինձ ամենաշատը դուր է գալիս բացահայտումները։ Սկսելը եղել է 2018 թվականից, երբ որ ես առաջ անգամ եղա Զորի կարգավիճակում, այսինքն հանցագործները ինձ խախտեցին, ինչպես նաև տարատեսակ ես մանիպուլյացիաների ենթարկվեցի, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից, իմ մոտ այսպես շատ որը սկիզբ դրվեց այդ ժամանակում, որ ես ուսումնասիրություններ իրականացնեմ, հետևողական լինեմ, զարգացնեմ, ուսուցիչների վերջին նախադասությունը նորից ասես։ Ես նշեցի, որ ինձ բացահայտումներն են ամենաշատը դուր գալիս, այսինքն կեղծիքը տարբերել, սա կեղծ է թե ճիշտ է, դա ինձ շատ է դուր գալիս, որովհետև երբ որ դա դու բացահայտում ես, դա լրացուցիչ գիտելիքներ ես ավելացնում, հետագայում նման բովանդակության, երբ որ առնչություն ես ունենում, արդեն քո համար ավելի պարզ է, դա ճիշտ է թե չէ։ Միայն հետեր չէ, իրական տրանսում է, եթե օրինակ խոսում ես ինչ-որ դիմացի հետ, տեսնում ես, որ ինքը կեղծ է խոսում, անդադ դա վերցնում ես, պահում ես քո բազայում, հետագայում կարողանում ես համեմատություններ իրականացնել, ինձ այդ հատվածը շատ է շնորհակալ։ Ժողովուրդ, տեսեք, ամեն ինչ ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Այսօր առհասարակ թվային մեդիան մեծ նշանակություն ունի եւ ունենալու է եւ շատ մեծ փոփոխություններ է իրականացնել, որովհետեւ եթե համեմատություն կատարենք օրինակ թերթի օրինակով, առաջ այդպես է եղել, մարդիկ ինչ պետք անեն, գնային այդ թերթը գնային, կարդային, չէ՞, եւ դա կարող հասանելի լինել շատ քիչ մասին, այսինքն կարող 200,000 այդ մասին, բայց այսօր երբ որ
մեկը ինչ որ մի խոսք է ասում, հրապարակում է, դա միլիոնավոր մարդկանց հասանելիություն է դնում եւ ինչպես իմ խոսքից ինչ կվերցնենք, որ թվային մեդիագրագիտությունը ավելի մեծ հասանելիություն ունի նաեւ արագության մասով։ Շատ մեծ ազդեցություն ունի եւ դրական եւ բացասական, որը մենք քննարկեցինք։ Իսկ դրականը այն է, որ հասանելիությունը ավելի արագ է, քան ավանդական։ Շատ լավ, ուրեմն մինչև այս ոլորտում լինելը ես եղել եմ երաժշտական երաժշտության ոլորտում, իմ առաջին ստիպված ուղղությունը եղել ձեր տարիքում, մինչև IT ոլորտ անցնելը, այս ոլորտին անցնելը, ես կլինեի հավանաբար երևի երաժշտական երաժշտության ստեղծագործականների։ Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար, մեզ այսքան ինֆորմացիա տալու համար։ Ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ ընկալեցիք, Հետաքրքիր որ մի բան որ այդ մասը լավ չեմ ստացել։ Ամենակարևոր բանը այն է, որ ցանկացած հաղորդագրություն, երբ որ դուք ստանում եք, ցանկացած ինֆորմացիա, երբ որ դուք լսում եք, դա պետք է միանգամից մեր լեզվով ասած հալածությունների պես չընդունեք։ Ստուգեք, համոզվեք, Շրադատեք, համեմատական եղանակներով փորձեք վերլուծել, վերջում եզրակացություն իրականացնել, դա ճիշտ էր, թե սխալ, որովհետև եկեք վերցնենք ձեր ընկերների շրջապատում են դա կա, բաժակել դա դուք չեք հասկանում, տերմինոլոգիա ինչպես է, ընկերը ասում է, այս այսպիսի բան ասած, չէ՞, փորձելով վեճանի մեր օրինակը թե վեճանի ինչ-որ բան ստեղծել, չէ, դուք պետք է դա ճիշտեր, հստակ հասկանաք, տեսնեք նման բան զգել է, թե չէ։ Նույնը լուսանկարների մասով, հոդվածների մասով, տեքստերի մասով։ Այսօր ես մի փոքր նախադասություններ եմ ուզում ասել, զարգանում է նաև արհեստական բանականությունը, որ մեծ ազդեցություն ունի եւ ունենալու է մեր վրա։ Արհեստական բանականության դրական կողմերը շատ են, բայց նաև երեխեք կա բացասական կողմը։ Բացասականը այն է հիմնականում, որ ցանկացած մեկը դուք, ես, ձեր ծնողները, ընկերները կարող եք հայտնվել նման վատ վիճակում, երբ որ դուք տեսեք մեր դեմքով, ձայնով կարող է համացանցում հայտնվել օրինակ մեկ տեսանյութեր, մեկ նկարներ, բայց դրանք կարան իրականությանը չհամապատասխանել, որովհետև այսօր արհեստական բանականությունը ունի այդ պոտենցիալը նմանակելու ձեր ձայնը, ձեր խոսքը, միմիկաները, շարժումները։ Այսքան